Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Postscriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը, շնորհակալություն Բագրատ։ Ձեր տոնը շնորհավոր եւ իդեպ դա ինչի տոն է, այ պաշտոնապես ինչպես է կոչվում եւ անձամբ ձեր համար ինչի տոն է։ Պաշտոնապես կարծեմ ազատության օր է կոչվում, իմ համար պաշտոնապես դա անկախության օրն է, որովհետև մայիսի 28-ին 18 թվականի ավելի քան 600 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում վերջապես նորից վերաձեռք բերվեց անկախությունը եւ կարծում եմ մայիս 28-ը իրավացի չեն նրանք, ովքեր առանձնացնում են որպես պատահական մի օր, պատահական ձեռք բերված նվեր դրսից Մայիսի 28-ը կերտվել է հայ ժողովրդի ազատագրական տասնամյակների պայքարի շնորհիվ։ Ես պարզապես հենց դրա մասին էի ասում, որ այդ հաղթանակները Սարդարապետում եւ Ապարանում դրանք հենց հայ ժողովրդի, այսինքն հայերի ինքնակազմակերպման արդյունք էին։ Այ ինչի շնորհիվ հաջողվեց ոչ այնքան, չգիտեմ, առաջադեմ, ոչ այնքան զարգացած այդ պահին ժողովրդին կազմակերպել այս ճակատամարտի։ Գիտեք, թյուր կարծիք է, որը պարտադրվել է ժողովրդին եւ ընդհանրացել է որպես կարծիք հայ ժողովրդի մեջ, որ ժողովուրդը գերանդիներով եւ եղաններով հանկարծակի մայիսի 28-ին դուրս եկավ Սարդարապատ, գնաց Ապարան եւ պաշտպանեց Հայաստանը։ Այդպես չի։ Պատմությունը մի փոքր այլ բան է մեզ ներկայացնում։ Ընդհանրապես ազատագրական շարժումը, որ սկսվեց դեռևս 1877-78 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո, բավականին լուրջ ընթացք է ունեցել։ Դա եւ Օսմանյան Թուրքիայում ապստամբություններն էին 1890-ականների եւ 1900-ականների եւ դրանից հետո առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նաեւ կամավորական այն գնդերի ստեղծումներ, որը հետագայում հիմք հանդիսացավ հայկական բանակի ստեղծման համար։ Այսինքն այնպես չի, որ դատարկ տեղում մեկ էլ հանկարծ ժողովուրդը եղանները առավ գնաց Սարդարապատ։ Չէ, դա Արամ Մանուկյանի ղեկավարությամբ։ Ոչ, Արամ Մանուկյանի ղեկավարությամբ չի, այո, Արամ Մանուկյանը բանալի դեր է ունեցել այս ամեն ինչի կազմակերպման մեջ, բայց դրանից առաջ, եթե պատմությունը մի փոքր ուսումնասիրեինք եւ ոչ թե բոլշևիկյան պատմաբանների այդ կլիշեն օգտագործեինք, որ ժողովուրդը վերցրեց իր ձեռքի տակ եղած միջոցներով կռվեց եւ հաղթեց, այդպես չի։ 1914 թվականից սկսած, երբ որ ստեղծվեցին հայկական կամավորական գնդերը եւ որոնք մասնակցում էին առաջին համաշխարհային պատերազմին, դրանից հետո, երբ որ հոկտեմբերյան հեղափոխությունը կամ հեղաշրջումը տեղի ունեցավ եւ ռուսական կայսրությունը քանդվեց, այդ ժամանակ այդ կամավորական գնդերը, ընդհանրապես Կովկասյան ճակատը, երբ ռուսները իրենց ռուս զինվորներին բոլշևիկները ասացին, որ մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն եւ գնացին Բրեստ-Լիտովսկի կնքմանը 18 թվականին, հեռացան ադրբեջանական զորամասերը, վրացական զորամասերը չկռվեցին, մնացին հենց այդ հայկական զորամասերը, կամավորական այդ գնդերի զորամասերը մնացին, որոնք սկսեցին փակել Կովկասյան ճակատը եւ հետագայում նրանք, քանի որ շատ քիչ էին այդ ուժերը, աստիճանաբար սկսեցին նահանջել։ Այսինքն այնպես չի, որ ռազմաճակատ գոյություն չուներ։ Ուղղակի ռազմաճակատի ամբողջ ծանրությունը ընկել է այդ կամավորական գնդերի, հայկական գնդերի վրա։ Ձևավորվեց նաեւ միասնական արդեն ղեկավարություն։ Երբ որ պարզ դարձավ, որ կռվող չկա, ռուսները հեռանում են, ադրբեջանցիները ավելի դաշնակից են թուրքերին, վրացիները փորձում են չեզոքություն պահել, հայերը կազմեցին ինքնուրույն ռազմական ղեկավարություն Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ եւ այդ Արարատյան ճակատի ղեկավարը Մովսես Սիլիկյանն էր, իմիջայլոց գնդակահարված բոլշևիկների կողմից։ Եվ ուրեմն կազմակերպված այդ ռազմաճակատը, որը իհարկե հայկական կողմից շատ թույլ էր, բայց սա առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատն էր։
որը ուղղակի հայերը որպես անտանտի դաշնակից կռվում էին Օսմանյան կայսրության դեմ։ Այդ ժամանակ է որ եւ ժողովուրդը չի այդ կազմակերպված 15 թվականից գոյություն ունեցող զորախումբն էր հայկական, որ հիմքը հանդիսացավ հայկական հետագայում նաեւ բանակի եւ փակում էր ռազմաճակատը։ Ուրեմն ընդհանուր ռազմական գործողությունների տրամաբանությունը այն էր, որ եթե հիշում եք 18 թվականին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ալյանսը վճռական հարձակում փորձեց սկսել մի կողմից Ռուսաստանի վրա, մյուս կողմից թուրքերը Կովկասյան ռազմաճակատում փորձեցին ճեղքել դեպի Բաքվի նավթահանքերը։ Եվ սա պետք է ընդհանուր տրամաբանության մեջ դիտարկել առաջին համաշխարհային պատերազմի։ Սարդարապատը եւ Ապարանը սա ուղակի հարակից հարվածի ուղղություններն էին, որը ուղղված էր Հայաստանի դեմ, արևելյան Հայաստանի դեմ եւ այստեղ է որ մենք կարողացանք կանգնեցնել։ Բայց ընդհանուր առմամբ այդ հիմնական թուրքական հարվածը, որ գնում էր դեպի Բաքու, Ղարաքիլիսայի միջով, Ղարաքիլիսայում մենք պարտվեցինք, թուրքական բանակը անցավ, բայց այնտեղ դեպի Բաքու նրանց շարժումը կասեցրեց բավականին երկար ժամանակով եւ դա վճռական նշանակություն ունեցավ Կովկասյան ճակատում թուրքերի ձախողման համար, Բաքվի ճակատում կասեցրեց Ստեփան Շահումյանի եւ նաեւ, քանի որ այդ 26 կոմիսարների մեջ նաեւ դաշնակցականների այդ ժամանակ այդ գիտակցությունը կար, որ պետք էր կանգնեցնել թուրքական հարվածը։ Նրանք կասեցրեցին մոտավորապես 4-5 ամսով այդ հարվածը։ Եվ միայն սեպտեմբերին նրանք կարողացան գալ Բաքու, բայց արդեն նոյեմբերին ուժերը այնքան ջլատված էին, որ եւ թուրքերը եւ գերմանացիները արդեն պարտվեցին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 91 թվականի մայիսի 28-ին, երբ որ ես էլի ամեկում լուսաբանում եմ որպես լրագրող առաջին շքերթը, հա, Հանրապետության հրապարակում, խոսք չկար նրա մասին, որ դա դաշնակցության տոնն է կամ դա դաշնակցական ինչ-որ տոն է։ Դրանից հետո սկսեցի բարան, որ այդ մայիսի 28-ը դաշնակցական է, իսկ սեպտեմբերի 21 ուրեմն շահական է։ Այդ ինչու՞ դից առաջացավ այդպիսի բան։ Գիտեք, ամբողջ ցավը նրանումն է, որ 70 տարի սովետական պատմագրությունը կեղծում էր պատմությունը, այն ինչ որ մենք հիմա խոսում ենք, կեղծում էր պատմությունը, կեղծում էր Սարդարապատը, կեղծում էր մայիս 28-ը, կեղծում էր հետագայում Սփյուռքի առաջացում, 30-ական թվականներին Լևոն Ներսյանի ժամանակ գրվեց գիրք, որտեղ ցեղասպանության հիմնական մեղավոր համարվում էին երիտ թուրքերը եւ դաշնակցականները։ Այսինքն այս կեղծիքը, այս կեղտը եւ պատմագրության, եւ գեղարվեստական գրականության, եւ գեղարվեստական ֆիլմերի միջոցով, հիշեք Զանգեզուրը, հիշեք նվագախմբի տղաները, փորձում էր անընդհատ ներարկել մեր ժողովրդին։ Սա նաեւ Սփյուռքում էր, որովհետեւ մայիս 28-ը իրականում անկախության վերականգնման օր էր եւ թվում է ամբողջ հայ ժողովրդի համար պետք է լիներ ամենակարևոր տոնը, որովհետեւ 600 տարվա ընդմիջումից հետո անկախության վերականգնումը ուղղակի հրաշքի նման մի բան էր։ Բայց արի ու տես, որ բոլշևիկները եւ նրանց բանալի գործիչները դատապարտում էին անկախության վերականգնում, ընդհանրապես անկախություն գաղափարին Հայաստանի համար նրանք դեմ էին եւ թշնամաբար էին վերաբերվում։ Սփյուռքում ունեին իրենց գործակիցները, Հնչակյան եւ Ռամկավար կուսակցությունը, դա ասում էր, որ դատապարտելի է մայիս 28-ը եւ այլն, դա դաշնակցության տոնն է, եռագույնը սա դաշնակցականների դրոշն է եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության զինանշանը, այսինքն մայիս 28-ը եռագույնը եւ մեր զինանշանը զորով ոնց որ բերեին հանձնեին դաշնակցությանը։ Դաշնակցությունը սա միշտ դիտարկել է ոչ թե որպես իր տոն, որովհետեւ մենք ունենք դաշնակցությունը ունի իր տոները, բայց մայիս 28-ը միշտ համարվել է անկախության վերականգնման օր։ Բայց փաստորեն միակ կուսակցությունը կամ միակ կազմակերպված քաղաքական միավորումը, որը ընդունում էր անկախության օր որպես մայիս 28-ը մնաց դաշնակցությունը եւ դա այդպես կապվեց դաշնակցությանը։ Հետագայում նորանկախ Հայաստանում կարծես քանի որ դաշնակցությունը դեռևս գոյություն ուներ, վախեցան այդ ժամանակվա իշխանությունը, նաեւ շարունակական մինչեւ այսօր վախենում են նշել թե ինչ է մայիս 28-ը։ Մենք նշում ենք Սարդարապատի ճակատամարտի օր, բայց դա պարզապես ճակատամարտ էր։ Ընդամենը մեկ ճակատամարտ, այո, հերոսական, այո, հաղթեցինք, այո, Երևանը գրավումից փրկեցինք, բայց ճակատամարտի արդյունքը շատ ավելի մեծ արժեք էր, անկախության վերականգնում էր։ Ոնց որ դու
մի կռիվը նշես, ասես հա կռիվ են կարել հաղթել ենք, բայց դրանից հետո ինչ արժեք ես ձեռք բերել անանցանելի։ Բայց ես տրամաբանություն չեմ հասկանում, ինչու վախենում էին ձեզ, այն ինչ որ ամբողջ ժողովրդինն է։ Այո, վախենում են, որ եթե ասենց ասենք կրեդիտը տան, այսինքն միավորները տան հաղթանակի, տալու են դաշնակցությանը։ Եվ դրանից վախենալով կարծես հիմնական արժեքները դրանց հետ սկսեցին լռության մատնել, որ այո, դաշնակցությունն էր կազմակերպիչը կամավորական գնդերի, այո, դաշնակցությունն էր, որ որոշեց, որ պետք է ռազմաճակատի գիծը պահվի, այո, դաշնակցությունն էր, որ իդեմս Արամ Մանուկյանի հանձնարարվեց, որպեսզի հռչակվի Արարատյան հանրապետությունը, կազմակերպվի ռազմական գործողությունները, վերջի վերջո դրոն, որ ապարանում էր կռվում կամ մյուս զինվորականները պատահական խումբ չէին եկել իրար գլխի հավաքվել։ Վերջի վերջո կազմակերպված ուժեր չէ, որ մինչև 18 թիվը այդ զորամասերը հասցրել էր։ Ուրեմն վախեցան այդ իշխանությունները նորանկախ Հայաստանի, որ եթե ամբողջ իրականությունը մատուցվի, շատ մեծ հեղինակության բաժին գնալու է դաշնակցությանը։ Եվ դրա համար շարունակվեց սովետահայ պատմագրության այն կեղծ թեզերը, որ ժողովուրդը եղաններով գնաց Սարդարապատ, որ մինչև սովետական իշխանություն Հայաստանում ոչ մի բան չկար, թելու ասեղն էլ դեֆիցիտ էր եւ այլն եւ այլն։ Լռության մատնելով այն հսկայական պետական շինարարության փորձը եւ հաջող փորձը դեմոկրատական ժողովրդավարական արժեքների հիմնումը, որ եղել էր 18-ից 20 թվերին Հայաստանում։ Լավ, հերոսներ, հա, հերոսամարտ, մենք շատ ենք ասում հերոսամարտ, ազատամարտ եւ այլն, այս պատմությունից իհարկե ձեզ ավելի լավ է հայտնի քանից, բայց բոլոր ազգերի մոտ կա, որ այ հերոսությունը դա 5 րոպեվա բան է, հա 10 րոպեվա բան է, որ դու կարողանում ես հերոսություն անել։ Հետո պատերազմը ավարտվում է եւ այդ հերոսը դառնում է ներողություն արտահայտության վիժվածք։ Պատահում է այդպիսի բաներ, չէ՞։ Եվ Հայաստանի պատմության մեջ նույնպես։ Այն չի այդպես լինում։ Գիտեք, ոչ միայն Հայաստանի պատմության մեջ, ընդհանրապես պատերազմներից հետո հետպատերազմյան սինդրոմը շատ ծանր երևույթ է, դա եւ Վիետնամներ, եւ ինչու ոչ հայրենական պատերազմից հետո շատ հերոսներ, եթե նաեւ գեղարվեստական ֆիլմերը նայեք, դարձան հանցագործներ, ուղղակի ռեժիմը այնքան խիստ էր, որ այդքան չէր տարածվում։ Հետպատերազմյան սինդրոմը դա առանձին հոգեբանական վերլուծության նյութ պետք է լինի եւ ես կարծում եմ, որ եւ Հայաստանի համար այդ սինդրոմը շատ մեծ հետևանքներ է ունեցել մեր ժողովրդի, նաեւ մեր հերոսների կյանքում, որոնք իհարկե այդ անցյալը ունենալուց հետո որոշակի վայրեջք են արձանագրել, բայց իհարկե ոչ բոլորը։ Օրինակ, եթե Սարդարապատին անդրադառնում կամ Բաշապարանին, շատ դեպքերում այդ վայրեջքի ժամանակը չտրվեց նրանց եւ այն ղեկավարները, օրինակ նույն Մովսես Սիլիկյանը, նույն Հախվերդյանը, նույն Արարատյանը, որոնք նաեւ ռազմական մինիստրներ եղան, դրան, որ նույնպես եղավ ռազմական մինիստրը առաջին հանրապետության, ուղղակի միանգամից այնպես կտրվեց եւ այնպիսի հակահերոսներ եկան Հայաստան, Ավիս Նուրիջանյանների, Սարգիս Կասյանների, Գևորգ Աթարբեկյանների նման այնպիսի հակահերոսներ եկան, որ ուղղակի այս հերոսները զրկվեցին, չհասցրեցին, այո, միգուցե նրանք կփչանային, եթե այլ քաղաքական համակարգում ապրեին, բայց այդ հակահերոսները ուղղակի սրանց գնդակահարեցին եւ եթե Մովսես Սիլիկյանի, որը Սարդարապատի եւ Բաշարապարանի, այսինքն Արարատյան ռազմաճակատի հրամանատարներ, եթե նրա ճակատագիրը ուսումնասիրենք, քանի անգամ ձերբակալվեց մարդը, երրորդ ձերբակալությունից հետո միայն գնդակահարվեց 37 թվականին։ Եվ նրա հետ նաեւ Հախվերդյան, նրա հետ նաեւ Արարատյանը, այսինքն այդ ամբողջ ռազմական կոհորտը, որ ստեղծվել էր առաջին հանրապետության օրոք, ուղղակի գնդակահարվեց բոլշևիկյան այդ մարդատիաց իշխանության։ Իսկ Անդրանիկի մասին ինչ կասեք, նա էլ հասցրեց, այսպես ասած, աբիժնիկ դառնալու, հա, կոպիտ ասած։ Գիտեք, Անդրանիկի դերը մեր ժողովրդի կյանքում ամբողջությամբ դեռևս գնահատված չի։ Անդրանիկը մոռացված էր, Անդրանիկը արգելված էր մինչև մի որոշակի ժամանակաշրջան։ Հայ ժողովրդի
Հայաստանի սովետահայ ժողովրդի մեջ Անդրանիկի անվան օգտագործումը հղի էր ամենածանր հետևանքներով ընդհուպ մինչև գնդակահարություն։ Հետագայում Անդրանիկի գործունեությունը կարծես փորձեցին պոկել դաշնակցությունից, որի նպատակը իհարկե դաշնակցության վարկաբեկումն էր։ Անդրանիկին փորձեցին պոկել դաշնակցությունից եւ նաեւ Անդրանիկի հետագայում Սփյուռքում կյանքը, երբ նա հրաժարվեց, դուրս եկավ դաշնակցությունից եւ մտավ Ռամկավար ազատական կուսակցություն, որը սովետական միության, այսպես ասենք, կամ խորհրդային Հայաստանի դաշնակիցն էր Սփյուռքում, մի փոքր նրա նկատմամբ վերաբերմունքը կարծես մեղմացավ։ Նրա անունը տալ թույլատրվեց, նրան նույնիսկ նվիրված գրքեր եւ այլն եւ այլն։ Այսինքն Անդրանիկին օբյեկտիվորեն գնահատում նրա գործունեության կարծես չի եղել, միշտ քաղաքական է եղել մոտեցումը, ինչքանով է նա հարմար պետական գաղափարախոսության համար որպես հարվածի թիրախ կամ որպես հակադրում հիմնական հարվածի ուղղությանը։ Նա ինչ էր անում Անդրանիկը 18 թվականի մայիսի 28-ին։ Այո, Անդրանիկը արևմտյան Հայաստանի ազատագրական շարժման ամենաականավոր գործիչներից մեկն է եղել, ֆիդայական շարժման հիմնական ղեկավարներից մեկն է եղել։ Հետագայում թուրք-բուլղարական պատերազմի ժամանակ, թուրք-բալկանյան պատերազմի ժամանակ եղել է բուլղարական բանակի հրամանատարներից մեկը։ Հետագայում, երբ որ արդեն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծվեցին կամավորական գնդերը, եղել է կամավորական գնդերից մեկի հրամանատարը։ Սակայն երբ որ անկախություն էր, արդեն գործը գնում էր դեպի անկախություն ռուսական հեղափոխությունից հետո, Անդրանիկը այդ իր կամավորական գնդով կարծես կորավ մեջտեղից, չհասկացավ ինչ պետք է աներ եւ նրա անհասկանալի այդ զորաշարժերը դեպի Զանգեզուր, հետագայում Զանգեզուրից բարձրանալ դեպի վերև եւ մայիսյան այս հերոսամարտերի օրերին ուղակի զորախումբը պահել Դիլիջանում չմասնակցելով ոչ Ղարաքիլիսային, ոչ Բաշապարանին, շատ զարմանալի էր Անդրանիկի դիրքորոշումը։ Նա չէր ընդունում կարծես արևելյան Հայաստանում Հայաստանի հռչակումը, նրա համար Հայաստանը դա Միացյալ Հայաստանն էր եւ հիմնականում արևմտյան Հայաստանն էր եւ այդ պատճառով արևելյան Հայաստանի հռչակումը որպես առանձին հանրապետություն անկախության հռչակումը այն էլ այդպիսի ծանր պայմաններում, երբ որ թուրքական հարձակումը դեռևս ընթացքի մեջ էր եւ առաջին աշխարհամարտում կարծես թուրքերը հաղթում էին, նա համարեց, որ դա այսպես ասենք, այնքան էլ ճիշտ քայլ չի դաշնակցության կողմից եւ այդ ժամանակ է այդ ամբողջ պատմությունը կա, երբ որ նա գալիս է, զենքը հանձնում է կաթողիկոսին եւ հեռանում է Հայաստանից։ Այսինքն նա իր անցյալ ամբողջ հերոսական անցյալի տրամաբանական կարծես շարունակությունը երբ որ չտեսավ անկախության հռչակման օրերին, նա կարծես նեղացավ, որ Հայաստանը այս փոքր հողակատորի վրա պետք է լինի եւ հեռացավ Հայաստանից։ Սա է Անդրանիկի հերոսությունը եւ հետագայում նաեւ ողբերգությունը։ Դուք ասացիք հակահերոսներ եւ ես ճիշտ ասած տարակուսած եմ, եթե չասեմ, որ ապշած եմ, որ հանկարծ ուրեմն Հայաստանի 3-րդ հանրապետության 24-րդ տարում, 23-րդ տարում մենք հանկարծ սկսեցինք խոսել այդ Հայաստանում սկսեցին խոսել այդ հակահերոսների մասին, դարձյալ որպես հերոսներ, հա, եւ ասում են, որ Միկոյանը վատը չէր, չգիտեմ, Ստալինն էր ոչինչ, Բերյանն էլ սխալներ ունել, բայց ոչ։ Այդ ինչու այդ ռենեսանսը այս հակահերոսների առաջացավ։ Գիտեք, իսկապես սա ահավոր երևույթ է։ Սա գնահատում են որպես Հայաստանի անկախությանը, այս անկախությանը եւ ընդհանրապես անկախության գաղափարին մեծագույն դավաճանություններից մեկը որ կարող էր լինել, որովհետեւ եթե մենք անկախության, ինչպես ասացի, 23-րդ տարում մենք սկսում ենք հերոսներ փնտրել այն մարդկանց մեջ, ովքեր դերակատարություն են ունեցել ընդհանրապես Հայաստանի դեմ եւ Հայաստանի անկախության դեմ գործերում եւ այդ մարդկանց մենք հիմա փորձում ենք հերոսացնել կամ նորից արցանք կանգնեցնել, մենք կասկածի տակ ենք դնում ընդհանրապես այն արժե համակարգը, որ մեզ թելադրում է որպես անկախ պետության քաղաքացի, ինչին մենք պետք է հավատանք, ինչի համար պետք է պայքարենք, ինչը պետք է մեր համար գերագույն արժեք լինի։
Անաստաս Միկոյանը, եթե կարդաք նույնիսկ նրա ինքնակենսագրության պայքարի բովով կամ պայքարի ճանապարհով գիրքը, եթե նայեք, ինչը նա արել, իրենից լավ ոչ ոք չի նկարագրել։ Ինչպես էր նա վերաբերվում այդ նույն կամավորական գնդերին, համազասպին կամ ինչպես էր նա մասնակցում նույն Բաքվի կոմունային, ինչպես էր նա մեկնաբանում 19 թվականին հայկական հարցը։ Պարզապես նորից եմ ասում, կարծես այսօրվա թուրք-ադրբեջանական կոնցեպտուալ մոտեցումները այն ժամանակ Միկոյանը իր այդ աշխատանքներում արձանագրած լինի։ Ինչպես կվերաբերվենք մենք այսօր մարդուն, որը ասի, որ դե լավ, հիմա իրականությունը այն է, որ հայեր չկան Արևմտյան Հայաստանում, դրա համար եկեք մոռանանք հայկական հարցը, ընդհանրապես մոռանանք, չկա այդպիսի հարց։ Եվ մենք պետք է այնտեղ ընդհակառակը համագործակցենք թուրքերի հետ, տեսնելու համար այնտեղ վիճակը ոնց կարող ենք լավացնել եւ այսպես ասենք համաշխարհային հեղափոխությունը։ Նույն Ղարաբաղի եւ Նախիջևանի հարցը բանալի դեր է ունեցել այս երկու հայկական երկրամասերը Ադրբեջանի կազմում թողնելու։ Նույն Զանգեզուրի հարցը, որ մի քանի անգամ ասվել է, Գարեգին Նժդեհը իր զենքով եւ հայ ժողովրդի հերոսական պայքարի շնորհիվ պահեց որպես Հայաստան, Միկոյանը ամեն ինչ անում էր, որպեսզի այս երկրամասը նույնպես դառնա ադրբեջանական։ Չեմ խոսում 30-ական թվականներին այդ մարդատյաց ռեժիմին ծառայելու այդ եւ նրանցից ավելի Ստալինից ավելի հայատյաց կամ մարդատյաց Երևալու իր մարմաճը, երբ որ նա ընդլայնում էր գնդակահարման ենթակաների ցանկը, միայն նրա համար, որպեսզի իրեն չկասկածեն հայկական նացիոնալիստական թեկուզ նշույլ ունենալու մեջ։ Եվ այդ գնդակահարվածների ցանկում են եւ բռնադատվածների ցանկում են Չարենցը, Բակունցը, Զաբել Եսայանը, զորահրամանատարներին արդեն ասեցի, Մովսես Սիլիկյանը, Արարատյանը, Հախվերդյանը, այսինքն նույն Նժդեհը, որ մահացավ Վլադիմիրի բանտում, երբ որ նա Պոլիտբյուրոյի անդամ էր։ Այսինքն ինչպես կարելի է եւ անկախություն դավանել, անկախության գաղափարին ծառայել, այս իշխանություններին է հարցը, եւ դնել մի մարդու արձան, որը ամեն ինչ արել է, ինչ որ ձեռքից եկել է, ես չեմ ուզում նաեւ բազմաթիվ ուրիշ փաստեր էլ կան, 49 թվականին կաթողիկոսի Էջմիածնում կաթողիկոսի գահը ազատ էր մնացել, գիտեք, կաթողիկոսի խեղդամահ անելուց հետո։ Պոլիտբյուրոն քննարկում էր պետք է արդյոք վերականգնել կաթողիկոսությունը այնտեղ թե ոչ։ Եվ միակ մարդը Պոլիտբյուրոյին, որ դեմ է քվեարկել նոր կաթողիկոս ընտրելուն կամ նշանակելուն, Միկոյանն է եղել։ Եվ սա համարում եմ քայլ նրա կողմից, որպեսզի նա հանկարծ որևէ մեկ այդ թվում Ստալինը չկասկածի, որ ինքը հայկական ինչ-որ զգացմունք ունի իր մեջ, հայկականության։ Բայց ասենք թե ով է շահագրգռված, որ այսօր այդ մարդակերությունը քարոզվի, հա, ինչ որ մեկին պետք է, հա։ Գիտեք, սա արդեն մեր իշխանություններին պետք է հարցնել, ինչ նպատակ են նրանք հետապնդում Միկոյանի արձանը դնելով։ Արդյոք այդ հարմարվողականության, արդյոք իր ղեկավարին ծառայելու եւ իր ղեկավարից ավելի վատ բան անելու, հանուն նրա ավելի վատ բան անելու պատրաստակամության այդ բնավորության հատկանիշն է Միկոյանի, որ նրանք ուզում են այսօր սերնդի մեջ դաստիարակել, որովհետեւ արձանը եթե դրվում է ինչ որ արժե համակարգ, դա արժե համակարգ է, որը արձան դնող իշխանությունը փորձում է փոխանցել աճող սերնդին, չէ՞, որովհետեւ երբ որ կանգնում ես արձանի մոտ, դու քո երեխային պետք է ասես, սա եղել է այս մարդը, որը հայ ժողովրդի համար արել է սա։ Այն արժեքները կամ արժե համակարգը, որին Միկոյանը հետևել է, եղել են ամենամերժելին, ամենաեղկելին մարդու մեջ, որ կարող է լինել։ Եվ հիմա մենք կանգնեցնում ենք այս մարդու արձանը։ Ես անկեղծ ասած հեռու եմ մտքից, որ ռուսական կայսրության վերականգնման ուղղությամբ այնտեղից չեն ասել, որ դա։ Ես շատ կասկածում եմ դրան։ Ուղղակի Միկոյանի նման կան մարդիկ երևի Հայաստանում, որ ինչ որ հովեր են զգում, քամին որ կողմից է փչում, եւ փորձում են այդ քամուն համընթաց ինչ որ առաջանցիկ քայլեր ձեռնարկել։ Այդ տեսնում են, որ կայսրություն է ուզում
վերականգնվել Ռուսաստանում։ Եկեք մենք էլ Միկոյանի արձանը դնենք, որ ցույց տանք, թե ինչ բան ենք հավատարիմ ենք եղել այն ժամանակ Ստալինին եւ այն ժամանակ Միկոյանն է Ստալինին հավատարիմ եղել, հիմա էլ մենք ենք պատրաստ հավատարիմ լինել նրանց։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ պատմաբան Բագրատ Եսայանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք կհանդիպենք վաղը։ Ցեստին։